Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ամառային դեսերտ եմ պատրաստել և ուզում եմ ձեր հետ կիսվել պատրաստման ընթացքով։ Պատրաստում ենք տիրամիսու։ Շատ համով էր ստացվել, բոլորն էլ հավանեցին, իդեպ ասեմ, առաջին անգամ էի պատրաստում, երբեք չէի փորձել ու ես էլ հավանեցի։ Ուրեմն օգտագործում ենք ձու, այստեղ 3 ձու եմ օգտագործում, բայց ամեն մի ձուն 2 դեղնուցով է։ Ես 3 ձուն կհաշվեմ որպես 4 ձու։ 4 սովորական ձու։ Դեղնուցը պետք է սպիտակուցից առանձնացնենք, դեղնուցի վրա ավելացնենք շաքարավազ, այս 6 դեղնուցին ավելացնում եմ 200 գրամ շաքարավազ և պետք է դնենք կրակին ու հարենք գոլորշու վրա։ Սպիտակուցը թողնում ենք առանցին, պետք է բեզե պատրաստենք առանց շաքարավազի։ Այսպես գազի վրա հարիչով հարում ենք մինչև լավ սպիտակի, փրփրի, առանցին ամանի մեջ հարում ենք բեզեն, բեզեն նույնպես պետք է լավ փրփրի և երկուսը միասին շատ զգուշությամբ գթալով, խառնելով միացնում ենք իրար։ Երբ որ պատրաստելու կլինեք, կսպասեք մի քիչ դեղնուցը գոնե սառի կամ ամանը կտեղափոխեք, ուրիշ ամանի մեջ նոր կավելացնեք, բեզեն կհարեք։ Ինձ մոտ մի քիչ թուլացավ, ես երկար չարչարվեցի, մինչև հարեցի, պնդացրեցի, մի խոսքով։ Ուրեմն ունեմ պրեզիդենտ սերուցք, սլիվկի և սերուցքային պանիր։ Ինչքան որ կրեմի համար վերցնում ենք սերուցքը, այդքան ավելացնում ենք այս մասկարպոնե պանրից և հարում ենք մինչև դառնա կրեմի պես պինդ։ Երբ արդեն կրեմը պնդում է, սերուցքն ու մասկարպոնե պանիրը, ավելացնում ենք այս դեղնուցով միացրած մասսան և կրկին հարում ենք մինչև լավ պնդանա։ Սիրելիներս, տիրամիսուն պատրաստում են սուրճի մեջ թաթախված թխվածքաբլիթներով։ Այստեղ սուրճը սև սուրճ էի վերցրել, բայց բերել եմ տուն, բացել եմ, տեսել եմ, որ կաթի խառնուրդ կա հետը, մի քիչ ջերման բացեցի, առանց շաքար է, այստեղ սառը ջրով կշատացնեմ, որպեսզի շուտ սառի և թխվածքաբլիթները չփչացնի։ Թողնում ենք մի քիչ, սուրճը նստում է բաժակի տակը և այդ ջրային մասը դատարկում ենք այնպիսի ամանի մեջ, որ կարողանանք թխվածքաբլիթները դատարկենք։ Տեսեք ոսկու փշուրներով հայկական կոնյակ է, 1 բաժակ, մի փոքր քիչ կոնյակ եմ ավելացնելու։ Այստեղ վերցրել եմ այս տուփով թխվածքաբլիթները, Սվոյարդի թխվածքաբլիթներից է, ընդամենը տուփի մեջ 4 հատ է և ամբողջ տուփը միասին կշռում է 400 գրամ, այսինքն ամեն մի այս 12 հատիկը 100 գրամի չափով է։ Ես ամբողջ տիրամիսուի համար օգտագործեցի 3 այսպիսի փոքրիկ տուփերը։ Շատ նուրբ են, իրենք ալյուրով են թխված, բայց որ ձեռքով կպչեք, ոնց որ բեզե լինի թխված, շատ համեղ է, շատ նուրբ է։ Երկարդ սուրճի մեջ չենք կարող մտցնել, որտև անմիջապես լղկում է, այսպես պիտի թաթախենք ու հանենք ու տեղավորում ենք ամանի մեջ։ Ինչքան հարթ լինի ամանը, այդքան ավելի հարմար է, հավասար հատիկները շարում ենք։ Այստեղ մի թեթև եզրերը թեք են իմ ամանի, մի փոքր կտոր կկտրեմ, կլրացնեմ։ Տեսեք, կրեմն արդեն պատրաստ է։ Թխվածքաբլիթները սուրճով թաթախել եմ, դասավորել եմ ամանի մեջ։ Հիմա պետք է մի շերտ կրեմ ավելացնեմ։ Կրեմը լցնում ենք տարածուն վրան, պետք է թխվածքաբլիթից գոնե 1 սանտիմ, 1.5 սանտիմ բարձր լինի, որպեսզի և կտրվածքը գեղեցիկ լինի և ուտելուց հաճելի լինի։ Տիրամիսուի ձևը հենց այդպիսինն է։
Երկրորդ շերտն ենք դասավորում թխվածքաբլիթների։ Ըստ ցանկության կարող եք մի քիչ հեռու դնել, ես եմ ցանկացել, որ այսպես խիտ դասավորեմ ամանի մեջ։ Դասավորելուց հետո ավելացնում ենք կրեմը, սիրուն հարթեցնում ենք, որպեսզի վրան կակաո ցանենք, առատ պետք է կակաոյի շերտ լինի, բայց քանի որ առաջին անգամ եմ պատրաստում և չգիտեմ տանեցիները կհավանեն թե ոչ, մի տեսակ վախվխելով եմ տարածում, ինքը շատ քիչ է լինում և սկզբի կադրերից երևի հասկացաք, որ սառնարան տեղափոխելուց հետո կակաոն մի քիչ խոնավացել էր ու գույնը մքվել էր, հիմա էլ է, տեսեք, դեռ չեմ տեղափոխել սառնարան, արդեն նկատելի է, միգուցե շատ հաստ շերտով լիներ, այսպես չխոնավանար։ Տեղափոխում ենք սառնարան, գոնե 4-ից 5 ժամ պետք է մնա սառնարանում։ Ահա սիրելիներս, ամբողջ կակաոն ինձ մոտ խոնավացել է, գույնը փոխվել է, մքվել է, տղաս աշխատանքից եկել է, դեռ 3 ժամ է անցել, բայց չի համբերում, քաղցր է ուզում, ես էլ բերել եմ ու կտրել եմ, մի խոսքով կտրեցի, բայց շատ համեղ էր, արդեն ինքը կրեմը պնդացել էր, թխվածքաբլիթները լավ փափուկ էին, մի խոսքով իսկական ուտելու ժամանակն էր, եթե մի ժամ էլ ավել մնար, ինձ թվում էր ոչ մի փոփոխություն էլ չէր լինի։ Շատ համեղ էր ստացվել, շատ հավանեցին, նույնիսկ տղայիս ընկերները հյուր եկան, իրենք էլ կերան ու հավանեցին, դուք էլ պատրաստեք թեկուզ այս տարբերակով, և տեսքն է գեղեցիկ, և համն է համեղ, եթե հարցեր կլինեն գրեք կպատասխանեմ, ինչքանով որ գիտեմ, այդքան ձեզ կօգնեմ և փորձնել պլյուս կարող եմ խորհուրդ տալ, ձեզ բարի դիտում, մենք էլ վայելենք մեր պատրաստածը, կհանդիպենք հաջորդ նոր վլոգում։